ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից հետո ինչպես է լուծվելու օրինակ Արցախահայության վերադարձի հարցը, ինչպես եւ որ կառույցն է պաշտպանելու նրանց իրավունքները։ ԵԱՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնեն նախ ողջունեց Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից Մինսկի խումբը լուծարելու գործընթացը եւ հետո հայտնեց, թե արցախցիներին վերաբերող հարցերը քննարկել են Արարատ Միրզոյանի հետ։ Մենք բոլոր կետերը դիտարկում ենք, մենք իսկապես խորքային քննարկում ունեցանք նախարարի հետ։ Լրջագույն, ես կասեի, ջանքեր ենք գործադրում այն ուղղությամբ, որ տեղահանված հայրենակիցները մեր կարողանան ամբողջապես ինտեգրվել եւ իրենց կյանքը վերսկսել կամ շարունակել Հայաստանի Հանրապետությունում։ ԵԱՀԿ-ն իր գործիքակազմով կոչված էր նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը։ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը համարում է, որ այդ խաղաղությունը հաստատված է եւ ըստ Արարատ Միրզոյանի դա է պատճառը, որ ձեռնամուխ են եղել լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, Մինսկի կառույցները։ Էլինա Վալտոնեն տեղեկացրեց, որ տարածաշրջանում ԵԱՀԿ-ն նախատեսում է տարբեր գործառույթներ իրականացնել Հայաստանի հետ։ ԵԱՀԿ-ն պատրաստակամ է սատարել խաղաղությանը, դիմակայունությանը Հայաստանի Հանրապետությունում եւ տարածաշրջանում։ Հատուկ շեշտադրումը կլինի տնտեսական բաղադրիչում այնտեղ, որտեղ ավելացված արժեք կա։ Կաշխատենք նաեւ շրջակա միջավայրի եւ կլիմայի ուղղությամբ։ Վերջերս լեհական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արարատ Միրզոյանը հայտնել էր, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում Ադրբեջանը շարունակում է նախապայմանների լեզվով խոսել։ Նոր նախապայմաններ է առաջ քաշում Ադրբեջանը, հետաքրքրվեցին լրագրողները։ Միրզոյանը, թե դրանցից մեկը Մինսկի ձևաչափի լուծարումն էր։ Ադրբեջանը նաեւ Հայաստանից պահանջում է փոխել սահմանադրությունը։ Ինչ վերաբերում է սահմանադրությանը, ապա ես հարկ եմ համարում նշել, որ ինչպես եւ նախկինում, այնպես էլ հիմա այդպիսի հարց որպես փոխհամաձայնեցված օրակարգի հարց գոյություն չունի մեր քննարկումներում եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության եւ կամ նոր սահմանադրության ընդունելու հարցը բացառապես ներքաղաքական օրակարգի եւ մեր ժողովրդի որոշելիքի հարցն է։ Միրզոյանը Եգիպտոսում դեմարդեմ հանդիպել է Բայրամովին։ Զրույցի ընթացքում երկու երկրների արտգործնախարարները կենտրոնացել են հումանիտար հարցերի վրա։ Միրզոյանը անդրադարձավ նաեւ Սյունիքով անցնող թրիփի ուղուն։ Ի վերջո, ինչ պայմանավորվածություն կա Ադրբեջանի հետ։ Հայաստանյան երկաթուղու հատվածը թրիփ ուղին պետք է դեռ շարունակվի, ուրեմն պայմանները, տեխնիկական լուծումները պետք է դեռ հստակեցվեն Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, կլինի հայ-ամերիկյան համատեղ ընկերություն, որը կստանձնի ուրեմն պատասխանատվություն այդտեղ կառուցապատման եւ հետագա շահագործման ուղղությամբ։ Իդեպ Էլինա Վալտոնեն տարածաշրջան այցը պետք է սկսեր Ադրբեջանից։ ԵԱՀԿ գործող նախագահը այդ երկիր պետք է այցելեր դեռ հոկտեմբերի 13-ին եւ հանդիպեր ԵԱՀԿ Մինսկի գործունեությունը անընդհատ վատաբանող այդ կառույցին տարբեր պիտակավորումներ կպցնող Ալիևին։ Ադրբեջանի ԱԳՆ-ից սակայն հայտնել են, թե նախագահը Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին է մեկնել։ Երբ կայցելի Վալտոնեն Ադրբեջան հայտնի չէ։ Այցին նոր ամսաթիվ պետք է համաձայնեցնեն։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։